Ժորժան, երևի հիշում եք, որ վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում մի կարևոր վերլուծական կենտրոնի, ամերիկյան կենտրոնի ներկայացուցիչ Բրայան Թոդը հայտարարեց, որ ԱՄՆ-ին ձեռք է տալիս, որպեսզի Թուրքիան ունենա գերիշխող դիրք Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը դառնա թուրքական աշխարհի մաս։ Այո, դա տեղի ունեցել վերջերս այդ միջոցառումը եւ ամերիկացի վերլուծաբանը նման բան է ասել։ Հիմա ուշադրություն։ Եվրամիությունը պատրաստվում է 500 միլիոն եվրո ներդնել Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդիչների ոլորտում, այսինքն, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան ուղիղ կապ ունենան էլեկտրաէներգիայի ոլորտում եւ համագործակցեն։ Եվ դա արվում է ըստ ուրեմն Եվրամիության հայտարարության նրա համար, որպեսզի Հայաստանը նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ոլորտում։ Ակնհայտ է, Ժորժան, որ սիրուն աչքերի համար դա չի արվում եւ Եվրամիությունը չի էլ թաքցնում, որ իրենք ուզում են, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից ավելի անկախ դիրքորոշում ունենա, ավելի անկախ լինի էլեկտրաէներգիայի ոլորտում, բայց ինչի է դա արվում այն գնով, որ Հայաստանը կախվածություն ձեռք բերի Թուրքիայից։ Այս սա է շատ կարևոր հարց։ Եվ այս հարցի պատասխանը տվել է հենց Բրայան Թոդը, որը ասել է, որ ԱՄՆ-ի համար եւ Արևմուտքի համար շատ ձեռնտու է, որպեսզի Հայաստանը դառնա թուրքական աշխարհի մաս, դա ասվել է ուղիղ եւ Թուրքիան գերիշխի Հարավային Կովկասում։ Այսինքն Եվրամիությունը սենց է պատկերացնում Հայաստանի ապագան։ Մենք Ռուսաստանից իբր կախվածությունը մեր նվազեցնում ենք եւ ամբողջությամբ ընկնում ենք կախվածության մեջ Թուրքիայից։ Ժորժան, մեզ դա ձեռք է տալիս, դուք գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Ձեռք է տալիս, որ Հայաստանը հայտնվի ամբողջությամբ Թուրքիայի կախվածության ներքո։ Գիտեք, ես մի բան չեմ հասկանում, ինչի պետք է որևէ մեկը որոշի Հայաստանի փոխարեն, թե ում հետ Հայաստանը պետք է ինչ ոլորտում համագործակցություն ունենա, Ռուսաստանի հետ կունենա, թե ում հետ կունենա։ Դա մեր անձնական գործն է, ու Եվրամիությունը ինչ որ մեզ անկախ սարքելու, եսիմինչ եւ այլն, որևէ իրավունք եւ գործառույթ չունի։ Հայաստանը պետք է որոշի ում հետ, ոնց եւ այլն։ Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ, ուզում ենք Արևմուտքի հետ, ուզում ենք Թուրքիայի հետ, ուրեմն մենք պետք է որոշենք, որ ուզում ենք Թուրքիայի հետ համագործակցենք, ոչ թե մեզ ասեն, մենք գումար ենք ձեզ տալիս, որպեսզի դուք նվազեցնեք ձեր կախվածությունը եւ այլն։ Իսկ ով է ասել, որ մենք կախված ենք, ով է ասել, որ մենք դրանից տուժում ենք, հա? Այսինքն մեր որոշելիքը դա պետք է լինի, ոչ թե ուրիշները, ովքեր մեզանից կիլոմետրերով հեռու են, որոշեն մեր ճակատագիրը։